Պայթեց նախընտրական ևս մեկ փուչիկ։ Պարզվում է, որ ուժեղները 1 դրամով միայն վարչապետ էին պատրաստ աշխատել։ Կվերցնեն մանդատները, կգնան խորհրդարան, պատգամավորի համար նախատեսված աշխատավարձներ սուսուփուս կստանան։ 1 դրամով աշխատելու մասին խոսել է մեր ցուցակի առաջին համարը Նարեկ Կարապետյանը։ Միայն նրան է վերաբերվում 1 դրամը։ Դուք կարծում եմ ունակ եք լսել նրա հայտարարությունները եւ անել համապատասխան հետևություն։ Դե ընդհանուր տրամաբանությունը այն էր, որ բոլոր նախարարները աշխատավարձից հրաժարվելու են դեռևս իշխանություն չենք, երբ որ կլինեինք իշխանություն, դուք դա կտեսնեիք, խոսքը մեր վարչապետի թեկնածուի մասին էր։ Ավելի վաղ խորհրդարան գնալը Նարեկ Կարապետյանը հիմնավորել էր կնոպկա սեղմելու անհրաժեշտությամբ։ Փաստորեն կնոպկա սեղմելն իրենց պատկերացմամբ արժե մոտ 850,000 դրամ։ Ով է սեղմելու կնոպկեն, որ էսի գնա։ Ով է այս մարդկանց ճամփելու, ով է ազգային ժողովում սեղմելու կնոպկեն։ ՔՊՆ գնալու սեղմի, որ գնան։ Ինչքան 300,000 ադրբեջանցի իր տուն տեղը կթողի կգա Հայաստան, այնքան էլ իրենք անշահախնդիր տեղներից կշարժվեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունների համաձայն խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանեցին։ Ամենաէժան ձևով փորձեցին մարդկանց գնել, որ գան հանրահավաքների մարդականակ ապահովեն, հետագայում էլ իրենց ձայն տան։ Իդեպ մենք ենք ասում մարդականակ, Սամվել Կարապետյանի համար ընդամենը գլխաքանակ։ Եռագլուխը չկա, արդեն մենք 500,000 գլուխ ենք, 500,000 գլուխ են արդեն, ավելի ճիշտ նույնիսկ 800,000 գլուխ են, եթե համարենք փոքր կուսակցությունները, չէ, փոքր կուսակցությունների հավաքած ձայներն էլ 600-700,000 գլուխ ենք։ Հիմա էլ մոտենում են թիմ ընտրությունները, չեն թաքցնում, փորձելու են տեղական ինքնակառավարման մարմինները զավթելու, քանի որ կեղծ թեզերը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ չաշխատեցին, նորից անցել են հին ու բարի մեթոդների։ Նարեկ Կարապետյանը թղթերը ձեռքին շրջում է մարզերում, ցուցակագրում խնդիրները։ Մի գյուղել կոմբայն են նվիրել, մի շաբաթ է բոլոր հնարավոր միջոցներով հայտարարում են այդ մասին։ Առաջի բանը, որ մեզանից ուզեցին, դա գյուղտեխնիկան է։ Իդեպ շեշտենք այցելում են այն գյուղերն ու բնակավայրերը, որտեղ իրենք հաղթել են, ինչ է սա, եթե ոչ թաքնված ընտրակաշառք, եթե այդքան ուզում եք բարեգործությամբ զբաղվել, ինչու որոշեցիք քաղաքականություն մտնել ու վերականգնել 2018-ից այս կողմ Հայաստանի քաղաքական դաշտից վերացած ընտրակաշառքի ինստիտուտը։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար